Հարգելի գործընկերներ, մենք այսօր առավոտվանից շատ սահուն կերպով քննարկում ենք մեր հերթական նիստերի օրակարգը եւ տարբեր բաների մասին ենք խոսում, այդ թվում եւ ընդդիմությունը, բայց ես ուզում եմ հիշեցնեմ, թե ինչպես ավարտվեցին մեր նախորդ նիստերը։ Եթե հիշում եք եւ հիշեցնեմ մեր քաղաքացիներին, որ ընդդիմությունը նախորդ նիստերի ավարտին փախավ ազգային ժողովից։ Բարի բուն իմաստով փախավ, չբոյկոտեց, 20 րոպե ընդմիջում վերցրեց եւ փախավ, եւ հիշեցնեմ, որ մենք քննարկում էինք խաղաղության հաստատումը ողջունող ազգային ժողովի հայտարարության տեքստը, եւ ես մեծ հույս ունեի, որ այսօր առավոտ ընդդիմությունը, որ այսպես շատ པարզ երեսով եկել նստել էր դահլիճում, ինչ որ մեկնաբանություն կտա, թե ինչու փախավ նիստերի դահլիճից, եւ հիմա եթե խոսելու են, իհարկե այսօր էլ այնպես մի շատ մարդաշատ չեն, բայց եթե խոսելու են, թող իրենց վարկածն ասեն, բայց ես կարող եմ ձեզ օգնել, դուք նիստերի դահլիճից չփախաք, դուք խաղաղությունից եք փախնում, որովհետև խաղաղությունը անհամատեղելի է ձեր քաղաքական կյանքի հետ, որովհետև դա ձեր միջավայրը չէ, ձեր միջավայրը կոնֆլիկտն է, որովհետև եթե մի փոքր հույս կա, որ դուք կարող եք գաք իշխանության կամ նույնիսկ ընդդիմություն դառնալ, դա կոնֆլիկտի միջավայրն է, կոնֆլիկտի միջավայրում դուք առավել հաջող կարող եք կաշառակերությամբ զբաղվել, եւ բայց խաղաղությունը ցավոք սրտի ձեզ համար ինստիտուցիոնալանում է եւ գործընկերս արդեն նշեց այսօրվա լուրի մասին, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման նկատմամբ սահմանափակումները հանվում են, ինչը կարևոր է խաղաղության ինստիտուցիոնալ դառնալու առումով, եւ այսպիսի լուրերը շատանալու են ի հեճուկս ձեզ, առաջիկա ամիսներին շատանալու են եւ ձեր վիճակը ավելի բարդ է լինելու, բայց ես ձեզ համար լավ լուր ունեմ, եթե մի 6-7 ամիս դիմանաք, ես կարծում եմ Հայաստանի ժողովուրդը ձեզ կազատի այս տառապանքներից եւ դուք ստիպված չեք լինի ազգային ժողովի նիստերի դահլիճում դիմադրել խաղաղության եւ խաղաղության արդյունքներին։ Շնորհակալություն։